Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Մենք պիտի վերադառնանք մեր հողերուն, Արմենակ Աբրահամյանը, Մանտելիե Լանապուլեն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհրավիրեց այս ապրիլի 27-ին Ձիձեռնագապերտ։ Օսմանյան փաստաթուղթերը ընդդեմ թրքական ուրացման։ Մորցված հուշարձան Թաքսիմի սրտին մեջ։ Նախիջևանի հայկական տաճարի ոչնչացումը պատմության թեմ ուղղված ցանցագործություն։ Հայերու պետական օրեն գազմագերբված վերաճնչման ծրագիրը մեզ կբարդատրե գրնել միևնույն հարցը գրգին։ Ինչու արդարությունը կմնա գույր, ոճրագործներն ազատ։ Ախալքալակցի աղջիկը Miss Junior Armenia 2025 մրցույթի հաղթող։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի նամակը։ Սիրելի բարեկամներ, սիրելի հայրենագիտներ, այս տարի մենք ուզեցինք միասին հարկանքի դուրք մատուցել նախագահ Ժորժ Կլեմանսոին։ Ժորժ Կլեմանսոն, ով 1876-ին 1885 թվականներուն եղել է վարի պատգամավոր եւ 1920-ին Ֆրանսիայի կառավարության ղեկավար, եղել է Ֆրանսիայի ներկայացուցիչ 1919 թվականի խաղաղության համաժողովին, 1920-ին Հունվար 19-ին Ֆրանսիայի անունեն փաստացի ջանցավ հայկական պետությունը Արևմտյան Հայաստանի տարածքին մեջ, մինչ իր քաղաքականութենեն հեռանալը։ Այդ հայկական պետությունը, որը 1921 թվականին ի վեր կենթարկվի բռնակրավման, ես կներկայացնեմ որպես այդ պետության խոնարհ ներկայացուցիչ։ Այս ճանաչումը արդարության հաղթանակ էր ընդդեմ հայ ժողովրդի նկատմամբ 1894-ին 1923 թվականի կատարված ցեղասպանության, որը գործադրվել է Թուրքիայի հաջորդական բռնակրավող կառավարություններու կողմեն, նպատակ ունենալով բնաչնչել Արևմտյան Հայաստանի բնիկ հայերուն մոտ 2 միլիոն զոհերով։ Թույլ տվեք չեմ շնորհակալությունս հայտնել բարոն Սեբաստիան Լերոյ, Մանտելիե Լանապուլի քաղաքապետ, արարողության պատվավոր նախագահ, բարոն Էրիկ Բերտրան, արարողությունը վարող, որուն այս բացառիկ տարվան արդիվ կփոխանցենք մեր ամենաչերմ բարեմաղթանքները, բարոն Պիեր Ռևե Սերվետաս, քաղաքային խորհրդի անդամ, պատասխանատու թվային արհեստագիտություններու, նորարարություններու եւ վետերաններու հարցերով, դիգիններ եւ բարոններ, հանրապետության ընտրված ներկայացուցիչներ, Դիգին Ալեքսանդրա Մախտեն, Ալպ Մարիտեմի բաժնի պատգամավոր, բարոն Դավիթ Կոնոպնիկի, Ալպ Մարիտմի բաժնի խորհրդի անդամ, Դիգին Կարոլին Օհանեսյան, Մանտելիե Լանապուլի հայկական միության նախագահ, բարոն Վրեժ Աբրահամյան, Ֆրանսիայի հայ մարտիկներու եւ համագիրներու ազգային միության նախագահ, բարոն Ժան Ղազարոսյան, Ֆրանսիայի ազատամարտիկներու եւ թիմադրության մարտիկներու միության նախագահ, բարոն Միշել Ռեյմոնդի Թուրոշակագիրներու նախագահ, բարոն Ֆրանսուଆ Միլիոն Ռուսո, հիշողության եւ քաղաքացիական գիտակցության գիտաժողովի նախագահ, բարոն Սերժ Ժերար, ազգային մարտիկներու միության նախագահ եւ բարոն Ժան Կլոդ Դուբոն, նույն միության փոխնախագահ, բարոն Ժան Իվ Ռոժե, ամակի նախագահ, բարոն Մարկ Դյուրստ, Մուժենի վետերաններու եւ ֆրանսիական հիշողություն ընկերակցության նախագահ, բարոն Ժերար Պերուտ, Դրակինյանի եւ շրջանի հայերու ընկերակցության նախագահ, Դիգին Պասկալ Պելինք եւ բարոն Ժերմեն Լեկոկ։ Ապրիլ 24-ի արարողության նպատակը հարկանք մատուցելն է մեր նահատակներուն, մայրերուն, հայրերուն, զավակներուն, որոնք եղած են ցեղասպանության ծրագրի զոհ։ Նաև հիշեցնել աշխարհի մարդասիրական արժեքներուն, դադարել անպատիժ մնացած հանցագործությունները եւ շարունակվող բնաճնչման փորձերը, Արցախեն մինչև Սուրյո եւ Գիլիգիո հայ համայնքներ։ Ֆրանսան տարեր շարունակ բարձրացնած է Արևմտյան Հայաստանի հայերու դեմ գործված հանցագործությունները։ 1920-ին Սևրի դաշնակրեն առաջ Ֆրանսան փաստացի ջանցած է հայկական պետությունը Արևմտյան Հայաստանի տարածքին մեջ։ Այսօր նոր ցեղասպանությունը արդեն սկսած է Արցախի հայերու տեղահանությամբ։ Արևմտյան Հայաստանը իբրև պետություն արդեն թիմած է միջազգային արդարադատության դատարան իր իրավունքները պաշտպանելու համար։ Մենք կշարունակենք պայքարը վերադառնալու մեր հող, մեր հայրենիք։ Այդ հողը մեր հոգիներուն մեջ է։ Այս գիտակցությունն ու վճռականությունը կգիսենք մեր բարեկամներուն հետ Ֆրանսիայի, Զվիցերիո, Բելգիո, Ամերիկայի մեջ։ Առանց արդարության ու հիշողության որոշ պետություններ կզիջին վայրակության։ Գեցե Ֆրանսան, գեցե Արևմտյան Հայաստանը, գեցե Արցախը, գեցե հայ ժողովուրդը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ազգային ժողովը կհրավիրեն ցեզ ներկա գտնվելու հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակի արարողության ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի բարձր հովանու ներքո։ Արարողությունը տեղի կունենա Ձիձեռնագապերտի հուշահամալիրը 2025 թվականի ապրիլի 27-ին ժամը 12:30-ին այն պետություններու նկատմամբ, որոնք ջանցեր են Արևմտյան Հայաստանի մեջ իրագործված հայերու ցեղասպանությունը։
Ermeni-haber.am-ը զրուցել է թրքակետ պատմական գիտություններու տեխնազու Մելինե Անումյանի հետ։ Թուրքիան մինչև այսօր կշարունակե ժխտել հայերու դեմ իրականացված ցեղասպանությունը, պատճառաբանելով պատմական փաստերու քննարկման անհրաժեշտությունը, սակայն օսմանյան արխիվները կհերքեն այս տեսակետը, բացահայտելով ցեղասպանության կանխամտածված եւ գազմագերբված բնույթը։ Թուրքական կառավարության հերակիրներն ու երիտթուրքերու դատավարություններու վավերագրերը, մասնավորապես Արամ Անդոնյանի հրաբարագումները եւ 1919-1921 թվականներու Ստամբուլյան դատավարությունները կվկայեն, որ հայերու զանգվածային բնաջնջումը եղել է քաղաքական վերնախավի կանխամտածված որոշում։ Վերջին տարիներուն Թուրքիո մեջ որոշ փոփոխություններ արձանագրվել են, թեև պաշտոնական ժխտումը կշարունակվի, հասարակության որոշ շերտեր սկսել են ճանչնալ պատմական իրողությունները։ Քուրդերը, ալավիները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ոչ միայն կբարձրացնեն ճշմարտությունը, այլ կգազմագերբեն հիշադակի միջոցառումներ, Կոստանդնուպոլսեն մինչև Դերսիմ ու Դիկրանագերտ։ Այս տարի եւս ապրիլ 24-ին Դիկրանագերտի մեջ կգայանա զոհերու հիշադակին նվիրված համերգ Արևմտյան Հայաստանի հայ երգիչ Ստեփան Եփրեմյանի մասնակցությամբ։ Հայերու ցեղասպանության փաստը շատոնց ապացուցված է եւ կպահանջի ոչ թե նոր հիմնավորում, այլ խորացած ուսումնասիրություն։ Ժամանակն է, որ կենտրոնանանք ոչ թե ապացուցման, այլ պատմական հիշողության պահպանման եւ վերականգնման վրա։ 1919-ի ապրիլի 24-ին, 1915-ի ապրիլ 24-ի 4-րդ տարելիցին, ապրիլի 11-ի հուշարձանը տեղադրվեցավ Կոստանդնուպոլսո այն տարածքը, ուր այժմ կգտնվի Թաքսիմ քեզի այգին, Թիվան հյուրանոցի մոտակայքը, ժամանակին հայերու գերեզմանատան տարածքը։ Հուշարձանը անվանել են ապրիլ 11-ի հուշարձան, քանի որ ըստ հին յուլիան օրացույցի ապրիլի 24-ը կհամընկնի ապրիլ 11-ի հետ։ Սակայն հանրապետական ժամանակաշրջանին, երբ այդ տարածքը բռնակրավեցավ, հուշարձանն ալ հանեցին։ Գեզի այգիի գողքին գտնվող մեծ տարածքը, որը ժամանակին կօգտագործվեր որպես հայկական գերեզմանատուն, հանրապետական շրջանի ընթացքին ապօրինի ձևով բռնականցվել է։ 1400 տարվա պատմություն ունեցող հայկական տաճարը, որ ժամանակին շենցուցել էր Նախիջևանի աշխարհը, այսօր գոյություն չունի։ Այս հնագույն կառույցը, որը կհանդիսանար հայ քրիստոնեական մշակույթի վկայություն, ոչնչացված է Ադրբեջանի իշխանություններու հրամանով։ Տաճարը կառուցվել էր այն ժամանակներուն, երբ Կովկասի մեջ թեր չկային ոչ ադրբեջանցիներ, ոչ ալ որևէ թուրքական ժողովուրդ։ Այն թարեր շարունակ ծառայել է որպես հոգևոր կետրոն եւ ազգային ինքնության խորհրդանիշ, սակայն 21-րդ դարուն պատմության աղերսները չնչելու մոլուցկով դարված Ադրբեջանի իշխանությունները որոշեցին քանդել այս վկայությունը։ Երբ Նախիջևանի Հանրապետության ղեկավարեն հարց տրվել է, ինչու քանդված է այդ հնագույն հայկական տաճարը, վերջինս սառնասիրտ պատասխանել է. մենք քանդեցինք այդ տաճարը, որովհետև այստեղ երբեք հայեր չեն ապրած։ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության մարդու իրավունքներու պաշտպանության գրասենյակի եւ ազգային պատմամշակութային ՀԳ-ի համատեղ հայտարարությունը ապրիլ 24-ի գաբակցությամբ։ 2025-ի ապրիլի 24-ին մենք կանգնած ենք հայերու դեմ իրականացված ցեղասպանության նախաշեմին, որպես ոչ միայն հիշադակի եւ խոնարհումի օր, այլ որպես խարազանող ու դատապարտող հիշեցում մարդկության դեմ իրականացված ոճրագործության մասին։ 1.5 միլիոն անմեղ հայերու պետականորեն գազմագերբած բնաճնչման այս օրը մեզ կբարդատրե բարձրացնել միևնույն հարցը գրգին ու գրգին, ինչու մինչ այսօր արդարությունը կմնագույր, իսկ ոճրագործները ազատ ու կազանապարո։ Սակայն ամենասարսափելին այն է, որ այս ոճիրը ոչ միայն երբեք պատշաճ դատապարտում չստացավ, այլ նաև դարձավ նախադեպ նոր ցեղասպանություններու եւ զանգվածային բռնություններու համար, որուն արձագանքները դրսևորվեցան նաև 20-րդ դարու վերջին աշխարհի տարբեր տարածաշրջաններուն։ Սուրիա, Դարֆուր, Կամբոջա, Ռուանդա եւ կշարունակվի 21-րդ դարուն։ Ցեղասպանության ժառանգությունը շարունակվեցավ եւ խորացավ Ադրբեջանի կողմէ թուրքական ցեղասպան քաղաքականության պատվերով կատարելու ցինիկ պատրաստակամությամբ։ 2023 սեպտեմբերի Ադրբեջանի հարձակումը եւ Արցախի բռնակրավումը ուղեկցված 150,000 արցախահայերու բռնի դեղանությամբ մարդկության հանդեպ նորագույն հանցագործություն էր, որոնց միակ պատասխանը դարձյալ լրությունն էր։ Այսօր մենք չենք հիշադակեր միայն զոհերուն, մենք կմեղադրենք Թուրքիո ցեղասպանության գազմագերբման եւ մերժման, Ադրբեջանին շարունակական էթնիկ զդումներու ու մշակութային ոչնչացման համար, միջազգային հանրության համագերբման, լրության ու արդարության բացակայության
ազատության համար։ Մենք չենք խնդրեր, մենք կբահանջենք ցեղասպանության լիարժեք ճանաչում եւ դադարում, մշակութային ցեղասպանության փաստերու միջազգային գնահատում եւ արձագանք, պատժամիջոցներ ոչրագործ պետություններու նկատմամբ, զրկված ժողովրդի, Արցախի հայության իրավունքներու պաշտպանություն, հայկական մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային մեխանիզմներու ներգրավում։ Գհիշենք դադարելու համար։ Ախալքալաքեն 12-ամյա Կարոլինա Այվազյանը Miss Junior Armenia 2025 մրցույթի հաղթող։ Ես կհավատամ, որ ամեն ինչի կարելի է հասնել, եթե ցանկություն կա։ Ան վերջերս արժանացել է Miss Junior Armenia 2025 մրցույթի հաղթողի դիտողոսին։ Ան ոչ միայն հաղթեր է մրցույթին, այլ նաև ոգեշնչել է շատերուն իր ինքնավստահությամբ ու կենսախնդրությամբ։ Իր հաղթանակի գրավականը կհամարե իր ընտանիքը։ Ան վստահ է, բոլորին մեջ կա փայլը, որը պետք է բացահայտել։ Գուզեմ բոլոր աղջիկներուն ասել, եղեք դուք ձեզ նման, մի փորձեք նմանիլ ինչ-որ մեկուն։ Ձեր քայլվածքը, ձեր ժպիտը, ձեր ուժը ձեզ կդարձնե առանձնահատուկ։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։